Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 14-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Ինչ կտա մեզ այսօրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 14-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը որևիցե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն։ Դա նաև նոր սկսվող իրադարձություն է կամ նաև ավարտվում է այդ իրադարձությունը։ Այդ օրը հեռախոսազանգ կունենաք նաև։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, բավականին այստեղ էմոցիոնալ եք գնալու, հուզված եք գնալու կամ պայմանավորված եք ձեզ համար շատ հարազատ մարդկանց հետ, բարեկամների հետ եւ էլի իրենց եք տեսնում, հուզվում եք։ Հույսով լցված եք այդ օրը, հույսով սպասում եք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա, նաեւ կարող եք վիճել, ոմանք էլ նաեւ տուն են մաքրում, ոմանք վիճում են։ Եվ նամակագրական կապ է սա, փաստաթուղթ կստանաք, փաստաթուղթ կուղարկեք, նաև կարող եք պայմանագիր ստորագրել, նաև գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 14-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, աշխատանքի հետ կապված հարցեր կան։ Նաև սա աշխատավարձ է, աշխատավարձ եք ստանում, պայմանագիր եք կնքում, հանդիպում պետական աշխատողի հետ։ Նաև այդ օրը գումար կստանաք, այստեղ գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն է եւ հետո գումար եք ստանում նաև։ Օցեր կան ձեր շրջապատում, չար մարդիկ, չար խոսակցություններ, բամբասանքներ եւ ոմանք ավելի շուտ կքնեն կամ նաև այդպես արթնանում եք կամ քնում եք, հա, ոնց որ ավելի շուտ կամ ուշ։ Այսքանը ձեզ համար, ոմանք էլ հենց կաղաղակի աշխատանքի մասն եք խոսում ընտանիքում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 14-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ունեք սիրային ժամադրություն, ոմանք նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, կհանդիպեք իրար հետ եւ ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը։ Գործերը կմնան, ոչ ամբողջ գործերն եք հասցնում այդ օրը ավարտին եւ սուտ կա։ Միգուցե ստի պատճառով է, որ չեք կարողանում հասցնել ավարտին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 14-ին։ Հարգելի խեցգետիններ,
Այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, եւ որից իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, նաև դա նոր սկսվող իրադարձություն է կամ գուցե նաև ավարտվում է որևիցե իրադարձություն ձեզ մոտ, պես ամեն ամսվա նորություն կլսեք այդ օրը, նաև հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում, ինչ որ կանեք եւ հաղթանակած դուրս կգաք նաև որևիցե գործընթացում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին օգոստոսի 14-ին։ Հարգելի առույցներ, ոմանց տանը առիթ է այստեղ, հստակ երևում է, կամ ձեզ են կանչում առիթի, կամ դուք եք հրավիրում մարդկանց առիթ է այստեղ, հյուրեր, տան հետ կապված հարցեր, առիթ, նաև դա կարող է լինել տան հետ կապված ինչ-որ հարցեր է, միգուցե բնակարանամուտ եք նշում եւ մարդկանց եք հրավիրում ձեր տուն։ Դա եւս հնարավոր է, սեղանի շուրջ եք նստելու, կներեք, պետական հիմնարկության աշխատող հետ կարող եք հանդիպել, նաև ոմանք կարող է աշխատանքը պետք է ոնց որ շուտ դուրս գաք, որպեսզի կարողանաք գնալ առիթի կամ ձեր տանն առիթ պետք է մասնակցեք կամ չեք գնում աշխատանքի խոսակցություններ նաև կան։ Միգուցե աշխատանքի եք ընդունվել եւ դրա հետ կապված կամ միգուցե պաշտոն եք ստացել եւ դրա հետ կապված առիթ եք նշում, մարդկանց եք հրավիրում։ Ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը։ Մինչև առիթը, նա ոչ բոլորը առիթ կունենան այդ օրը, ոմանք ուղղակի կաշխատեն այդ օրը։ Հաջողություն ունեք նաև ձեր գործերում, այն ինչ որ կանեք, ունեք ժամադրություն սիրային, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ եւ հանկարծակի լուր կլսեք։ Հրավերք առիթի, այստեղ, հա, ինչ որ առիթ է ոմանց տանը։ Դե բնական է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կուսերի։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 14-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը գումար կստանաք, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, նաև հրավերք ունեք առիթի, ինչ-որ մի բան է ձեզ, բայց այդ օրը ցավեցնում, և ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, կամ կայցելեք նման կենտրոն, կամ այստեղ ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին օգոստոսի 14-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ինչ-որ մեկից է սա հեռացում, բաժանում կամ ինչ-որ բանից նաև կարող բաժանվել։ Ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կգան, ոմանք օրվա ընթացքում կպարկեն կհանգստանան, ոմանք նաև ինտիմ հարաբերություններ սա, որևիցե իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն կամ ավարտվում է դա կամ նոր է սկսվելու ձեզ մոտ։ Նաև, հա, եւ գաղտնիք կբացահայտվի, գումար կստանաք, նաև հաջողություն ունեք յուրաքանչյուր ոլորտում, այնինչ որ կանեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 14-ին։
Հարգելի կայուշներ, այդ օրը յուրաքանչյուր բան գործ, ինչ որ մի բան անելուց առաջ երկար մտածեք, միշտ ապեք։ Եթե ինչ որ քայլ պետք է անեք, ճանապարհ եք գնալու այդ օրը կամ ինչ որ մարդիկ կգան ձեզ մոտ, հեռախոսազանգ ունեք եւ կամ այնտեղ կիմանաք, որ գործերը մնացել են եւ դեռ պետք է անեք, ինչ որ գործեր կան անելու, ամբողջ գործերը չեք ավարտել, կամ ուղղակի ընկնում եք հեռախոսազանգով եւ այդպես գործերը մնում են ձեր, չեք հասցնում ավարտել։ Տան հետ կապված իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է, հնարավոր է ձեր տանն է կամ պետք է գնաք։ Նաեւ տան հետ կապված հարցեր են, որոնք որ կլուծեք այդ օրը, գուցե նաեւ տեղափոխություն է, միգուցե նաեւ մեկ այլ հարց է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 14-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օր աշխատանքի հետ կապված ինչ որ հարցեր կան, որոնցով կզբաղվեք։ Միգուցե խոսում եք աշխատանքի մասին, նաև դա կարող է լինել աշխատանքի ընդունելություն, հարցազրույցի մասնակցել, հանդիպում պետական աշխատողի հետ, հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ որ մի բանի։ Նաև հուզված եք, միգուցե գնում եք իրոք հարցազրույցի եւ հուզված եք գնում, կարող եք նաև արտասվել ոմանք, այստեղ նաև ոմանք պարկում են հանգստանալու եւ մտքերի մեջ կլինեք, սկսեք տատանվել, ինչ որ մի բան է ձեզ տանջում, սկսեք մտածել դրա մասին, ծանրու թեթևանել։ Եվ ճանապարհ եք գնալու այդ օրը։ Կամ ինչ որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Օձեր կան, չար մարդիկ, չար լեզուներ, բամբասանք։ Ոմանք ունեն գործնական հանդիպում, ոմանք էլ գործնական խոսակցություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 14-ին։ Մեկ րոպե, մոմը փոխեմ։
Հարգելի այճեղջյուրներ, այդ օրը գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, ոմանք շատ աշխատանք ունենան, աշխատանքի մասին կխոսեն, միգուցե գնաք հարցազրույցի նաև, կամ ինչ-որ հարցեր կան աշխատանքի հետ կապված, դրանք կլուծեք։ Գործերը, այն գործերն եք ավարտելու, որոնք որ մնացել էին, այստեղ գործեր կան, որ մնացել էին, և հանդիպում շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, տատանվում եք, ծանրու թեթև եք անելու, ընտրության առջև եք կանգնած լինելու, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնցով կզբաղվեք, նաև դա կարող է լինել հենց պետական աշխատողի հետ խոսակցություն, ոչ թե աշխատանքի մասին։ Եվ նաև ինչ-որ իրադարձություններ ունեք, որոնք յուրաքանչյուր ամիս ձեզ հետ կատարվում են, այս ամիս ևս կկատարվեն, դա կարող է լինել ինչպես սկիզբ, այնպես էլ նաև ավարտ դրանց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 14-ին։ Հարգելի ջրհոսներ, ոմանք այդ օրը կսիրահարվեն, ոմանք սիրո խոստովանություն կանեն, կստանան, նաև դա սիրված կզգաք, ինչ-որ մեկը կարող է ձեզ դուր գալ, ինչ-որ մեկին դուք դուր գաք, հարազատների շրջապատում կլինեք, նաև ամեն ամիս ինչ-որ իրադարձություն է ձեզ հետ կատարվում, այդ ամիս ևս կկատարվի, միգուցե նաև դա է երջանկության պատճառը, այդ սիրված լինելու պատճառը, ձեզ են անում, ոչ թե դուք եք ամեն ամիս օրինակ ինչ-որ մի բան վճարում, այլ ձեզ են վճարում։ Նաև օրը ձեր ձեռքում է հենց շատ բան ձեզանից է կախված, ամեն ինչ է ձեզանից կախված, ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն թաքուն գործողություններ, ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն, հաղթանակած դուրս կգաք ոչ է հարցում, միգուցե այդ հարցում է, գործնական հարցում է։ Նաև ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, բայց տատանվում եք, ծանրու թեթև եք անելու, ինչ-որ հարցը, ինչ-որ մի բան ձեզ տանջում է և մտքերի մեջ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին
օգոստոսի 14-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսման կենտրոն, այնտեղ նաև կարող է նվերը, կամ դա հենց ֆիզիկական նվեր չէ, այլ ինչ-որ մի բան այնտեղ տեղի ունենում, որ դա որպես այդպես նվեր կարող եք նայել, որ եղավ դեպի լավը, հա, դա ձեզ համար նվեր է։ Կամ կարող է դուք եք նվեր տանում, կարող է բժշկին եք նվեր տանում, կամ դասախոսին եք նվեր տանում։ Այստեղ գործնական հանդիպում ունեք կամ խոսակցություն, հետո նաև դες կարող են գումար փոխանցել, գումար վճարել, բավականին հուզված եք, չգիտեմ ինչի, հուզված եք, նաև կարող եք արտասվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։